Փարիզի կենտրոնում Սկիռա հրատարակչության գրախանութում հայ մեծանուն նկարիչ Հարություն Կալենցի կյանքին ու արվեստին նվիրված Հարություն Կալենց գույնի ձևը գրքի շնորհանդեսն է։ Գրքում Կալենցի ստեղծագործական ամբողջ ուղին է լիբանանյան 20-ամյա գործունեությունը, խորհրդային միության շրջանի աշխատանքները։ Գրքի համահեղինակ Վարդան Կարապետյանն ուսումնասիրելով 1960-ական թվերի ոչ կոնֆորմիստ արվեստագետների ստեղծագործությունների հավաքածուները ամեն անգամ հանդիպել է Հարություն Կալենցի կտավներին ու այդպես հետաքրքրվել նրանով։ Աշխարհով ցրված Կալենցի կարևոր կտավները մեկ հավաքածուում միավորվեցին Արթուր Ջանիբեկյանի ջանքերով։ Այդ հավաքածուն գրքի հիմքում է, որը լրացվել է Հայաստանի, Եվրոպայի, Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի առաջատար թանգարանների եւ մասնավոր հավաքածուների արվեստի գործերով։ Կալենցի հետ իմ հանդիպումը տեղի ունեցել 15 տարի առաջ, երբ ես ուսումնասիրում էի սովետական շրջանի արվեստի հավաքածուները։ Կալենցի նկարները տեղ էին գտել մեկ կտուրի ներքո։ Դա Ջանիբեկյան Արթուրի հավաքածուն էր, որը մանրակրկիտ կերպով հավաքել էր։ Կալենցի կարող եմ ասել երևի լավագույն կտորները։ Իր հավաքածուում կա Կալենցի առաջի գործերից մինչև վերջի գործը, որը ավարտել է նկարիչը մայց երեկոյան։ Հարություն Կալենցի իրական անունը Հարություն Հարմանդայան էր։ Ցեղասպանության օրերին Կալենցի մայրը փրկում է իր 4 որդիներին, հասցնելով նրանց Հալեբ։ Սակայն այնտեղ մայրը մահանում է, երեխաներին թողնելով ամերիկյան որբանոցում։ Այդ ցավից, փորձությունից եւ կորուստներից ծնվում է Կալենցի արվեստը, որը հետագայում դառնում է հայկական գեղանկարչության լուսավոր ու անմոռաց էջերից մեկը։ Գրքի մյուս համահեղինակը Մարի Թոմբը Կալենցին բացահայտեց, երբ ուսումնասիրում էր 1900-ից 1930-ական թվականների լիբանանյան արվեստի պատմությունը։ Նրա կենսագրությունը եւ աշխատանքները շատ ազդեցիկ են, քանի որ նա շատ ողբերգական մանկություն եւ պատանեկություն է ունեցել։ Միևնույն ժամանակ շատ դրական եւ կյանքը սիրող մարդ էր, նա սիրում էր արվեստը, սիրում էր զվարճանալ, սիրում էր կանանց եւ իհարկե սիրում էր ստեղծագործել։ Գրքի վերնագիրը հուշում է, որ Կալենցը գույնի եւ ձևի իսկական վարպետ էր եւ դա երևում է նկարչի բոլոր ստեղծագործություններում։ Սկիռա հրատարակչությունը գիրքը հրատարակել է անգլերեն։ Սկիռան աշխարհի առաջատար հրատարակչություններից է, մոտ 100 տարի հրատարակում է հայտնի արվեստագետների, նաև Պիկասոյի եւ Մատիսի մասին գրքեր։ Այս գիրքն այսօր թերթելու են Փարիզում, բայց վաղն այն կհասնի նաև Նյու Յորք, Թայլանդ, Շվեյցարիա եւ աշխարհի այլ անկյուններ։ Եվ կարծում եմ, սա ամենամեծ ժառանգությունն է, երբ արվեստը դուրս է գալիս սահմաններից, դառնում է տեսանելի ու հասանելի բոլորին։ Կալենցների տանն այս հրատարակչության գրքերից եղել է, նկարիչը երանի էր տալիս արվեստագետներին, որոնց մասին Սկիռան հրատարակում էր գրքեր։ Շատ մեծ պարծանքով էր խոսում է հրատարակչության մասին եւ ասում էր, որ երանի են մարդկանց, որոնք այս գրքին արժանացել են։ Այսօր ինքն է այս գրքի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կալենցն իր կնոջ նկարչուհի Արմինեի եւ որդու Արմենի հետ տեղափոխվեց խորհրդային Հայաստան, որտեղ ձևավորվեց նկարչի արվեստի երկրորդ մեծ փուլը։ Այդ տարիների իրադարձությունները գրքում նույնպես տեղ են գտել։ Փարիզում գրքի շնորհանդեսին առաջին անգամ հանդիպեցին Կալենցի որդին, ամերիկաբնակ Արմեն Կալենցը եւ նրա եղբորորդին կանադաբնակ Արա Կալենցը։ Հայրս, որ իրեն ամենամոդիկ աղբարիկներ, ամեն օր ամեն ադեն գբադներ իրեն պատմությունը, իրեն մասին եւ ամենը պիտի տեսնանք այս գրքի մեջ։ Այս հարուստ նկարազարդ գիրքը լուսաբանում է նկարչի 4 տասնամյակ տևած գործունեությունը։ Գիրքը միավորում է Կալենցի ավելի քան 150 աշխատանքներ ու հազվագյուտ պատմական փաստաթղթեր։ Գրքում օգտագործվել են նկարչի որդու Սարո Կալենցի ջանքերով Երևանում բացված Կալենցի թանգարանի եւ Կալենց հիմնադրամի բացառիկ նյութերը։ Առանց այդ արխիվների այս գիրքն անհնար կլիներ հրատարակել։ Այս փարիզյան շնորհանդեսով իրագործվեց Հարություն Կալենցի մեծագույն երազանքներից մեկը։ Նա երազում էր տեսնել Փարիզը, ցուցադրվել Փարիզի արվեստի սրահներում, լինել Լուվրում։ Գիրքը կներկայացվի նաև Լիբանանում, Իտալիայում։